Չարենցի հզոր ու ոգեշնչ կերպարը քարացած իր բարդ ժամանակի տարբեր ակնթարթներում։ Պոետի տուն թանգարանի նոր ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Չարենցի կերպարի տարաբնույթ մեկնաբանություններին տարբեր ժանրերում։ Չարենցը կտավներում, գծանկարներում, քանդակներում մեծ բանաստեղծը, որ իր հմայքի ձգողականության ուժով մշտապես գրավում էր ժամանակի հայտնի ստեղծագործողներին, կենդանի կերպով ներկայացված է ինչպես իր ժամանակակիցների, այնպես էլ հետագա սերունդների տաղանդավոր արվեստագետների գործերում։ Այս ցուցադրությունը հիանալի հնարավորություն է ցույց տալու գրականությունը եւ կերպարվեստը միասին եւ առհասարակ գիտենք, որ Չարենցը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել կերպարվեստի հանդեպ եւ ինքն էլ մշտապես ասում էր ըստ իր ժամանակակիցների, որ գրականությունը առանց արվեստի այլ ճյուղերի չէր կարողանում պատկերացնել եւ կերպարվեստի համար ուներ շատ զգայուն ճաշակ, ընկալումներ եւ դա այն փաստում հենց իր ժամանակի քանդակագործների Ազգային գեղանկարչության հսկաների Սարյանի, Կոջոյանի, Արա Սարգսյանի գործերի կողքին ցուցադրված են նաև Ստեփան Անդրանիկյանի, Գետիկ Բաղդասարյանի ստեղծագործությունները, որոնք հեղինակների նվիրատվություններն են թանգարանին։ Կոջոյանը, որ Չարենցի գիրք ճանապարհի ժողովածուի նկարազարդողն էր, հենց այդ ընթացքում է պարզել պոետի զարմանալի օրգանական կապը կերպարվեստի հետ։ Սարյանի 1923-ի հայտնի դիմանկարն էլ Չարենցի հավերժության խորհրդանիշն է։ Չարենցը եւ Սարյանը ծանոթացել են 1922 թվականին եւ մեկ տարի անց ստեղծել է հենց այդ կտավը 23 թվականին, որտեղ գիտենք, որ պատկերված է հետնախոնում դիմակը, ուսումնասիրելով Սարյանի արվեստը, գիտենք, որ դիմակը հենց այնպես չէր պատկերվում, այսինքն հավերժության, անմահության խորհուրդումներ, հետեւաբար կարծես դիմակը պատկերելով Չարենցի կողքը ինքը անմահացրել է մեր մեծ բանաստեղծին։ Չարենցի ժամանակակիցների գործերում բացահայտվում է ոչ միայն պոետի հզոր անհատականությունը, այլև նրա մարդկային տեսակը, որն իր շուրջ էր համախմբում մեծատաղանդ հայերին ու ստեղծագործողներին։ Այլ գործերի թվում ցուցադրված է նաև դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի ճեպանկարը, որը Չարենցի սիրելիներից մեկն էր։ Այդ ճեպանկարը եղել է իր անձնական իրերից մեկը եւ այդտեղ գրված է եղել «Պրազնիկը եկավ» եւ որովհետեւ քանի որ Աղավնի Մեսրոպյանը շատ էր սիրում նվագել Կոմիտաս եւ համարվել է Կոմիտասի աշակերտուհին եւ շատ էր հաճախ հյուրընկալում Չարենցին եւ Չարենցի համար նա նվագում էր Կոմիտաս, հետեւաբար դա իր համար տոն էր, պրազնիկ էր եւ դրա համար էլ այդպես անվանել է Աղավնի Մեսրոպյանին որպես պրազնիկ։ Չարենցի կերպարը որպես գեղարվեստական հիշողություն խտացել է Քարե Չարենց ցուցադրական նախագծում, որին թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ մինչև հունիսի 15-ը։ Նոնե Ալեքսանյան, Շիրայր Հավետյան, լուրեր։